Փաշինյանի քաղաքական հակառակորդները, տարբեր կուսակցական գործիչներ սկսում են նրան քննադատել, մեղադրել այն բանում, որ նա փաստորեն նրա թողտվությամբ թաղվեցին Վիեննայի պայմանավորվածությունները, Սանկտ Պետերբուրգի եւ Ղարաբաղի հարցով ինչ-որ անհարմար հարցեր են Փաշինյանին ուղղում, այս քննադատությունը դուք դիտարկում եք առողջ քննադատություն, թե դուք դիտարկում եք այդ հասարակության մեջ Ալիևի ջրավացին ջուր լցնելու քննադատություն։ Իսկ միգուցե Ալիևն է նայում տենում է հայկական հասարակությունը մինչ օրակարգը եւ դրա վրա է աշխատում։ Դուք ինչ եք անպայման մտածում, որ ինքն է նախաձեռնել հետո եղել։ Կան քաղաքական մոտեցումներ, տարբեր են։ Մի քանիսը, մեկն էլ սենց է մտածում։ Ամեն ընթացքում նայեք, մենք ժողովրդավարական երկիր ենք, որոնք արդեն ապացուցել ենք առնվազն դիտարկման մեջ փոփոխություններ իշխանության ժամանակահատվածների մեջ, հա։ Դիցուկ վերցնենք 10 տարվա կտրվածքը, եթե սենց չքննարկենք լավ ընտրություններ, վատ ընտրություններ, բայց մոտավորապես տենց է եղել, Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակը, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, հիմա Նիկոլ Փաշինյանի, հետո կարող է ուրիշին էլ լինի եւ այլն։ Ամեն ժամ մենք պետք է սովորենք այդ փոխանցումը մեսիջների, շատ ժամանակ փոփոխվող կամ ոչ։ Ամեն մեկը իր դիրքորոշմամբ է պատկերացնել ոնց մեզ փոխանցել այն, ինչ այսօր ունենք։ Բայց որևէ բան չկորցնելով։ Պարզ ինձ թվում է ասեցի, հա, իմ ձևով բան անեմ, բայց ես որևէ միտեղ չեմ զիջելու, որտեղ երկարատև իմ ծրագիրս մեր հայկական տեսլականն է։ Այդ ձևով գալով հիմա այս ժամանակահատվածն է։ Հիմա Ալիևը ինչ պետք է տեից դուրս գա, նույնիսկ եմ ասում, ես նույնիսկ կես միլիմետր չեմ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը ազնիվ է եւ այն ինչ որ ինքը ասել է դա է հենց եղել։ Ես չեմ զարմանում, որ Ալիևն էլ հենց դրան ասել է, հա, եղավ պայմանավորվեցինք։ Բայց ինքը դուրս է գալիս, ինչ ասում։ Հիմա որ դուրս գանք, հայ հասարակությունը ինչ են անելու։ Այդ տեսեք, այս տեքստում չկա Սանկտ Պետերբուրգ ու Վիեննա գրած։ Ահա։ Հիմա դուրս կգամ կխոսան։ Կասեմ, ամեն ինչ մեր նման նույնն է։ Մադրիդյան սկզբունքները, այս բաները սենց են, բաները նենց, ոչ մի բան չի փոխվել, ամեն ինչ նույնն է։ Միանգամից այդ տեսած ասածը մյուս կողմին ասելու է, այդ տեսակ որ թաղեցիք էդ։ Ու սկսում է քո պառակտումը։ Քո ինքը արդեն կարող է մենք չենք կարողանում կանխատեսել ինչ է Ադրբեջանը մտածում ասելու։ Բոլորը երևի տարբեր տեղերում լուսաբանել եք որևէ ադրբեջանցու կամ մասնակցել եք միտեղ, որտեղ որևէ ադրբեջանցի ինչ-որ միջազգային ֆորումում կապ չունի ոչ իլի մասին լինի պատմությունը, չգիտեմ, առնետների, ցորենի, արևի կամ չգիտեմ շո բանի։ Հենց ադրբեջանցին վերցնում է միկրոֆոնը, ինչ ասում։ 1 միլիոն փախստական 20%, եթե դուք այդքանը գիտեք, պատկերացեք դրանից առաջ դուք վերցնում եք խոսք, ասում եք ես գիտեմ որ հիմա ադրբեջանական գոլեգաս SSSS բաները ասելու է։ Ես իր տեղակ ասեմ թող ինքը չչարչարվի, ավելի լավ է խոսա ոչ իլի մասին, հա, եթե ասենք օրինակ այդ բանը։ Հիմա դուք արդեն իր վրա ներազդեցիք։ Իրանք հենց դա են անում։ Շատ լավ ուսումնասիրելով որտեղ են մեր քաղաքական պայքարի կետերը, մոտեցումների։ Իրանք հենց դուրս են գալիս ու ասում են, չէ, էս է եղել։ Նորից եմ ասում, հանդիպման ժամանակ նույնիսկ եթե Նիկոլ Փաշինյանը վստահ տենց հետո լայֆով ասում է, սա ենք որոշել։ Դա էլ եղել է, ես չեմ զարմանում, որ ինքը պետք է սովորի մի օր, Ալիևը իր վրա նայելու աչքերի մեջ ասի, հա ցավը տանեմ, տենց էլ եղել է, հարց չկա, ուզում ես ձեռդ է սխմեմ։ Բայց 2 օր հետո ասելու է լիակատար ուրիշ բան։ Որտեվ դա ինքը արել է արդեն այսքան ժամանակ։ Կանանք մի հատ 1-1 դժվար աշխատանք չէ, հիմա էլ ինտերնետը նեցա որ տվել է կամ լավ չլինի արխիվներ։ Եկեք բացենք մի հատ Ալիև Քոչարյան հանդիպումների բաներից, հա, երևույթները, ինչ են եղել, ոնց են եղել։ Նրանից հետո Ալիև Սերժ Սարգսյանը միշտ նույն բանն է, հանդիպում մի կես օր մնում են, նրանից հետո փոխվում է իրավիճակը։ Եթե այդքանը գիտենք, հիմա նորից նստենք մի հատ էլ հերթական անգամ զարմանը։ Ընդհանուր գաղափարը այսօրվա դրությամբ նույն Ալիևին պետք է, ինչի Ալիևը 2016 թվականի մայիսից ու հետո հունիսից հետո Ալիևը որևէ մատը մատին չկպցրեց, որ եթե երկու պայմանությունները կյանքի կոչվեն։ Հիմա էլ բախտը բերել է, ամեն ինչ անելու է, որ դա չլինի։ Էդ էլ ձեզ մի հատ էլ նոր արգումենտ, ինչի այնքը հիմա փորձում հանգիստ վարքագիծ բայ, որ իրան հենց ասեմ, բայ այդ պայմանությունները ասի, բայց չեմ կրակում, ինչ եք ուզում ինձանից։ Փոխի այդ ամեն ինչը։ Էդվարդ Նալբանդյանը մեկ անգամ չի ասել, որ ՀՀԿ-ում երբ որ
պայմանությունը պետք է քննարկեին եւ կար երկիր, որը պատրաստ էր ֆինանսավորել այդ պայմանության բանը, առնվազն դիտորդների ավելացումը։ Բյուջետային գրասենյակում պետք է քվեարկեն, իական կազմակերպությունը, որը կոնսենսուսի վրա է աշխատում եւ բյուջեն պետք է հաստատվի, որ այդ մարդկանց վարձեն ուղարկեն։ Ալիևի դեսպանը միշտ վետո է դրել։ Հիմա այն ժամանակից ինքը դրա դեմ է եղել։ Հիմա էլ ստացվել անեց, որ ասում է, եկեք մի հատ նոր բան պայմանավորվենք, ես խոսք եմ տալիս ազնիվ խոսքի վրա չեմ կրակելու։ Եթե դու ընդունում ես, որտեվ քեզ էլ է ժամանակ պետք դա շատ, բնական է ինքը իր նպատակին հասնում է։ Հիմա դրա հետ միասին, բայց փորձեք վերցնեք, ասենք, շաբաթական տտությունները արդյոք ինքը կրակում է կամ հրադադարը խախտում է, թե ոչ։ Անում է, ինչ անում, օդ է կրակում ուղղակի, հիմա որ հետո թե պետք է լինի, ասի դե մի ամիտ կրակոցներ էր էլի։ Ինքը այդ բանով հետևողական աշխատում է։ Մյուս տեսակետից, եթե սենց նայեմ, ինձ հետաքրքրում է արդյունքը։ Անունը կկոչվի Սանկտ Պետերբուրգ, Վիեննա, չգիտեմ, Ժենևա եւ այլն, այդքան չի բանը, որ արդյունքը լինի։ Ի վերջո բոլորս էլ լսել ենք եւ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի տեքստը, որտեղ նշվեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանությունների մասին։ Եվ Զորաբ Նացականյանն ասել, որ այդ օրակարգից չի հանվել։ Բայց իր, ասենց ասած, տերմինային օգտագործումը փոխվել է։ Ինձ էլ գալիս է բնական բանից, որ ամեն ժամանակահատվածում բանակցողները միգուցե նախընտրում են իրենց ձևակերպային բառապաշարներին, մի օր բոլորը այս թեմայից են կողմ կգնան, գիտակցելով, որ ինչքան նույնիսկ դրա մասին խոսան, հələ 15 անգամ էլ ինձ ասեն թաղել են այդ բանը, բայց նույն այդ քաղաքական կուսակցությունն է, չէ, որ ասում էր մենք հույսներս պետք է մենակ մեր վրա դնենք, չունենք դաշնակից։ Եթե հույսս ին վրա է, ինչ տարբերություն է այդ պայմանությունը կա թե չկա։ Եթե ես դաշնակից չունեմ այդ պայմանությունը կյանքի կոչելու։ Եկեք մեր տնային աշխատանքով զբաղվենք, մեր այլընտրանքը ձևավորենք, որտեղ հույսներս մեր վրա դնելով մեր խնդիրներն ենք լուծելու։ Դրա մասին ամեն օր ասելով, ինչ չի թվում, թե մենք որևէ մի դրսում մեկին համոզում ենք, որ նորից մեր հետևից կրկնի այդ։ Այլ խնդիր է, երբ որ իրանք հասկանում են, որ Հայաստանը հենց այլընտրանք է ձևավորել, որ վաղը կարող է հենց այդ նույն արդյունքով պայմանավորվածությունը իրենց էլ պետք է։ Չէ՞ որ այդ մեխանիզմները մենակ մեր համար չէր, մյուս կողմի համար էր։ Որ հիմա կարողություններ ձևավորենք այլընտրանքայի ու ինչ ուզենք անենք այդ առաջնագծին։ Առաջինը ով է խոսալու դրա մասին։ Դե եկեք օրակարգը փոխենք, եկեք խաղի կանոնները փոխենք, եկեք նենց անենք, որ մենք առաջ գնանք։ Մոլորված քաղաքացիների փոխանակման հարցում մենք առաջընթաց առաջիկայում կարող ենք տեսնել, դուք ավելի շատ գիտեք, քան բնականաբար։ Իրականում ավելի շատ չգիտեմ, քան բնականաբար այլ խնդիրները, բայց ես մի բան պետք է հասկանամ, որ դա էլ է Իրանից ներկայացնում ներազդման խնդիր մեր հասարակության վրա։ Եվ մենք պետք է կարողանանք այստեղ էլ դիմադրողականություն ձևավորենք, բացի նրանից, որ մեր քաղաքացիների կյանքի համար պետք է պայքարենք ու բերենք իրենց հետ, բայց պետք է հասկանանք, որ ինքը նաև քաղաքական գործիք է, որով ներազդում են, այո։ Մեր տղաներից ոչ մեկը դե մարդ չի սպանել, մարդ չի մորթել։ Վիզ չի կտրել, մոլորվել են, գնացել են։ Ուրեմն պետք է հասկանանք, որ այս թեման պետք է դուրս գա։ Իսկ ուրիշ հզոր երկրները, եթե երազում ենք հզոր Հայաստանը, միշտ գտնում են այն մեխանիզմները, ոնց պարզվում է, որ կարող է մենք մի օրվա մեջ մի քիչ էլ ավելի շատ ադրբեջանցի ներ ունենանք փոխանակման համար, եթե գինը դա է։ Հիմա Ալիևը ամեն ինչ արեց, որ ստանա Ռամիլ Սաֆարովին։ Որևէ մեկ աշխարհում հիմա իրան դրա համար մեղադրում է, թե ինքն է պարտություն ունի։ Որևէ մեկը ասում է, որ գնաց կաշառեց Հունաստանի իշխանություններին։ Այդ նույն Հունաստանի իշխանությունները այսօր մնացել են Եվրոմիության անդամ։ Ով տուժեց հայ-հունական հարաբերությունները։ Եվ մեր հասարակությունը, որ ամեն օր մեզ ինչ-որ Ռամիլ Սաֆարովի նկարը վաղը դնեն, էլի ալլը կոծելու են։ Հիմա եթե նորից պետք է ինքը տենց հերոսներ ձևավորի, որ մեզ ավելի շատ պարակտի ու ավելի շատ նսեմացնի, եկեք որոշում կայացնենք, բայց եթե ոչ, պետք է ուրեմն մենք գիտակցենք, ոնց ենք անում, որ մեր քաղաքացիներին հետ բերենք, բայց դրա հետ միասին են դիմադրողականությունը ձևավորենք միջև այդ
օրը չի եկել, որ չկարողանան մեզանով խաղալ։ Պարոն Պողոսյանը Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի միջակայքական քարտեզում Արցախը առանձնացված չէ Ադրբեջանի տարածքից, ինչպես հասկանալ։ Դա պետք է հասկանալ, պարզապես որ մենք վատ ենք աշխատում։ Նայեք, երկրորդն է գրել շարունակություններ ասեմ, Transparency ֆինանսավորում է Ջորջ Սորոսի բացասարական։ Չեն, ինքն այնտեղ շատ տարբեր բաներ են։ Շատ է խոսում, որ Ալիևի տակ շատ է հարաբերություն։ Նայեք, միջազգային բոլոր ինստիտուտները այսօր ֆինանսական կարիքների մեջ են։ Ով փող ունի, ոնց որ թե ամեն ինչ անում, ասում են, չէ, հնարավոր չի անել մեծ փողով, անում են շատ ավելի մեծ փողով։ Մի քանի տարի առաջ հիշում եք, որ մեծ քննարկում էր նույն Հայաստանում, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գրասենյակը Ստամբուլ է տեղափոխվում։ Ի վերջո գաղափարը որ մեկն էր, որ Թուրքիան որոշեց, որ ասում է, ես շենք եմ ձերի տալիս, տեխնիկան եմ ձերի տալիս, ոչ մի բան չեմ ուզում, փողի տեղակ սենց էր տվել, մարդիկ Սլովակիայից եկան այնտեղ։ Հիմա ասենք, երբ որ պետք է ինչ-որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ինչ-որ բանի համար գնալ հասնել Ստամբուլ, մեղադրանք պետք է անցնենք, որ բոլորը գնացին։ Transparency միջազգային կազմակերպություն է, որ իր ծրագրերն ու բաներն անում։ Մենք պետք է կարողանանք հասնենք, որ բոլոր տեղերում Արցախը շատ անեն փող, ճիշտ բանակցող, ռեսուրս, միասնականություն։ Այդ փող ասած գաղափարը մենք որ միայն վերցնենք, հա, նես չի որ վաղ գնալու ենք Transparency International-ը գնենք։ Բայց միգուցե կարող է պատրաստես դեմքեր, որոնք մի 10 տարվա մեջ կդառնան Transparency International-ում որոշում կայացնող դեմքեր։ Եվ այդ օրը կասեն, այսօրվանից ցենց ենք որոշում կայացնում։ Դե ոնց կլինի։ Ուզում եմ ասեմ, բայց նայեք, հենց գաղափարը դա է, որ ցանկացած ազգ իր առջև դնում է խնդիրներ ու փորձում է դրանք լուծել։ Շատ ժամանակ մարդկանց թվում է անհնարին, բայց բաներ է փոխվում։ Այսօրվա դրությամբ Հոլանյան բարձունքների, ասենք, որոշումը ձեզ մի օրինակ։ Ինձ չի հետաքրում իրան պրեցեդենտ կօգտագործենք Արցախի հարցում, թե չէ, ինձ այդ չի հետաքրում։ Ինձ հետաքրում է իրան հանդեպ հավատ ձևավորենք, որ ինչպես պրեցեդենտ, որ կարելի է դեմը ծրագիր դնել, 50 տարի սպասել կամ 50 տարի չսպասել ուղղակի աշխատել, որ դա մի օր տեղի ունենա։ Սրա պրեցեդենտը ես շատ կուզենամ մենք օգտագործենք։ Էրիտրեայի պրեցեդենտը շատ կուզենամ օգտագործել, հետ այդ բանը, որ դրել է նպատակ, պայքարել է, հասել է։ Իսկ Թիմորինը նույն ձևի կցանկանա։ Գերմանիայի միասնությունը նորից կցանկանա։ Ազգեր, որ համարը թե Եվրոպան, Ռուսաստանի կեսը սենց գրավել էր, ինչ էր արել, հետո դերին, տվին, ջարդին, փշրին, կցինեան մեջտեղից է բաժանեցին։ Չհանձնվեց։ 40 քանի տարվա մեջ եկավ հասավ միասնություն։ Հիմա կարանք մենք դա գոնե վերցնենք ինչպես նախադեպ, որ երկարատև երազանքները կյանքի կոչելու մեխանիզմ կա։ Ես դրա վրա պետք է աշխատել։ Ինչ-որ մի հատ ուրիշ բանով եմ փորձելու մեջ ճնշեմ, ուստեղ ուրիշ բան են ճնշել։ Transparency-ի վրա պետք չի մեղադրել։ Իրանք կազմակերպություններն ունեն իրենց մեթոդաբանությունները, իրենց աշխատանքները, հազարավոր բաներում կա դրական բան, որոնցից եթե դու ինքդ չես օգտվում, մեղավոր էլի դու ես։ Բաներ էլ կա, որը հասկանում ես քո շահերին չի անպատասխանում, փորձի պայքարես, քո ուզածին հասնես։ Իրանց մեղադրելու տեղ չի, այստեղ մեր մեջ է խնդիրը։ Եթե մենք ցանկանում ենք, որ աշխարհում ցանկացած կազմակերպության քարտեզի վրա Արցախը լինի առանձին նշված, ոչ թե Ադրբեջանի կազմում, մենք պետք է դա կարողանանք անենք։ Իրանք չեն անելու։ Ընդհանրապես այս խնդիրը դնում ես առաջ եւ սկսում ես աշխատել։